Մի մտի, մտել ես, մտանք հասանք Սիսիան, ես մեր կպեի գրասենյակն է, լավ էլ կանգնեցինք, եկեք մտնենք մի հատ, բարի եղբոր, լավ եք, կպեից եք դուք, շատ լավ, դուք մի հատ եթերում խոսացեք ես Եկեք բարձրանանք նայենք գրասենյակը, Եղորան, բարև ձեզ, Պարոն Պապոյան, երբ անց է գրասենյակը, բաց? Գրասենյակը երբ ենք հիմնադրել, 2021 թվականից Դե բարձրանանք? Եվ Իմիջիատս բանում են խորհուրդը ձևավորված է, չէ՞։ Ժողով ջան, հասանք Սիսիան, տեսնենք ինչ աշխատանքներ է այստեղ կատարվել, հիշում եք հայտնի ձայնագրության մեջ ընդդիմադիրները բողոքում էին, որ Սիսիանում այնքան աշխատատեղ կա, որ չեն կարողանում փողով մարդ ներգրավել ընդդիմադիր ակցիաներին, որտեղ բոլորը ունեն հնարավորություն արդար քրտինքով փող վաստակելու եւ կարիքը չունեն իրենց ընտրակաշարքների եւ այլ անօրինական փողերը, հեսա պետք տեսնենք ինչ է կատարվում։ Պարոն Համբարձումյան, դուք վարչապետի ուղիղ եթերում եք, որպես տեղի պատգամավոր ողջունում եք քաղաքացիներին։ Ողջունում եմ բոլորին, ողջունում եմ բոլորին, բարով եք եկել պարոն վարչապետ։ Պահեցինք պատվով, հանձնում ենք։ Շնորհակալ եմ, Շնորհակալ։ Գնանք, այս կենտրոնական գրասենյակն է, ԿՊ-ի, լավ է, գնացինք, գնանք քայլենք մի քիչ տաքանանք։ Գնանք մարդկանց բարևենք, ես խանութը փակա, ես ինչ եմ փակե, լսել են գալիս ենք փոխանակ բաց են փակում են, բարև ձեզ, ոնց եք, լավ, բարև ձեզ, մի հատ նվիրեմ ձեզ սրանից, այս կողմը, այսենց, լավ եք, լավ, բարև եղբայր, ոնց եք, ոնց է գործել, մի հատ նվիրեմ քեզ սրանից, այսենց, Լավ, մերսի, դուք ոնց եք։ լավ եղբայր, ստե ինչ է, Մարիկ ջան բարև, ոնց եք, ոնց են գործերը ձեր, Ոչինչ, մի հատ նվիրեմ ձեզ սրանից, գիտեք ես ինչ է, չէ, դե ասա որ մեր Հայաստանի քարտեզ է, եղավ, լավ էլ գիտեք, լավ եղեք, մի րոպե, լավ ենք, ճանաչեցիք մեզ, Վարչապետն է, վայ ուրախ եմ, շատ ուրախ եմ, ես էլ նմանապես, ուրախ եմ, շատ, լավ եք դուք, լավ է, ոչինչ, գիտեք որ թոշակը բարձանում ապրիլի 1-ից, գիտեք որ առողջության ապահովագրության, գիտեմ, գիտեք որ անկանխիկ անեկառևտուրը հետ ստանում եք հեչ, դիք եմ կարդամ, ինչ եք կարդում Մարիկ ջան, հլը հետը կարելի է, էդ հանայի, էդ ամերիկյան, հլը պատին ինչ է կարդում, հլը նայեք էլի մենակ, հլը նայեք, հլը եկեք ստեղ ժողովուրդ, էդ մեր գրատարանի գրքերից է, հլը եկեք, բոլորը տեկեք հլը եկեք, Բարև ձեզ։ բարև, ձեր անունը ինչ է, Սեդա, ազգանունը, Բադալյան, Սեդա տատիկը հլը նայեք ինչ է կարդում,
Սիսյանը մի զարգացած է, պարոն։ Պահի Ձեզ ունեմ մի աղջիկ, տղաները դասախոս են, աղջիկս մանկավարժ։ Դուք եք աշխատացնում ես խանութը։ Կանեմ, այո։ Շատ ճիշտ եք անում, շատ ճիշտ եք անում։ Շնորհակալություն, թոշակն էլ բարձրացել, քարտոֆիլ կարամարև տուրանեմ։ Հետ վճար ստանում եք։ Այո։ Հələ պլյուս 20%-ին պլյուս մի հատ էլ 2%։ Թոշակը 80,000 է, երևի ինձ 3,000 դրամ ավելի։ Չէ, ինչի, մի րոպե, պարոն Թորոսյան, եթե տատի թոշակ 80,000 դրամ, ինչքան կավելանա։ 3,000 դրամ։ 90,000 կդառնա։ 10,000 կավելանա։ Հա։ Եթե անկանխիկ ծախսեք, մի հատ էլ կդառնա 100,000, մի հատ էլ 2%-ն էլ 2% ինչքան կգնա։ Իմիջայլոց, երեք ֆինանսների նախարարությունը ներկայացնում էր բանը, հունվարի եւ փետրվարի 2%-ի հետ վճարը, որոնց իրաց մասով է, թվերը շատ կոնկրետ չեմ հիշի, բայց 260 միլիոնի կարգի էր ու կեսը թոշակառուները։ Կեսը թոշակառու։ Հա, որովհետև արքա քարտեր ունեն եւ իրանք արդեն մեխանիզմը գիտեն, այսինքն այդ ծրագրի էսպայի դրությամբ շահառուների մեծամասնությունը էլի թոշակառուներն են։ Եթե 50,000 արժեքտուրանեմ, 10,000 կավելա։ Այո, իսկ ի՞նչը պետք է անեք։ Իսկ Սիսանում անկանխիկ առևտուր անելու տեղ կա։ Բոլոր տեղերում է։ Բոլոր տեղերը կա, հոյակապ։ Բացի կոմունալ վճարումները, բոլորը գնա։ Դե կոմունալներն էլ կանխիկ, ուղղակի կոմունալից հետ վճար չի լինի։ Հա, եղավ։ Շատ լավ։ Առողջ մնացեք, հատեք տատի հատի։ Դե փաստորեն 22,000 մոտ բան Թորոսյան, բայց հաստատ 80,000-ի վրա 10,000։ Դե եթե 80 է, պլյուս 10,000 է։ Բա ինքը մտածում էր, ասում էր, բարձա իմը երևի 3,000 կավելան։ Ոչ մի անգամ թերթում կարդաց։ Չէ, նվազագույնը տա։ Այդ թերթերը ինչ ասես գրում են այդ Տատի ջան։ Տարածված 80 պլյուս 10 տարածված է, որ մինիմալ թոշակ ստացողներինն է միայն բարձրանում։ Ոչինչ, ապրիլի 1-ին կգնային իրենց քարտերի պարունակությունը եւ իրենց հաճելի անակնկալը։ Մեկ անգամ կվերահաստատվի, որ խափում է ժողովրդին։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ եք, դուք ո՞նց եք։ Լավ, նվիրեմ ձեզ սրանից մի հատ։ Ոնց կցանկանաք։ Հաճույքով, ահա։ Ինչ կա չկա, պատմեք, ո՞նց եք, ինչ եք, ոնց եք ապրում, ինչ հարց ունեք։ Հիվանդանոցում եմ աշխատում, շատ գոհ ենք։ Բայց ձեր աշխատավարձերը չի իջել։ Ոչ։ Հա։ Նորմալ է։ Առողջության ապահովության համար գալիս են մարդիկ։ Անպայման։ Հոսքա մարդ։ Շատ գոհ են։ Հաստատ։ Ձեզանից եմ շատ գոհ։ Հա, հաստատ գոհ են։ Թոշակառուները գալիս են, վիրահատվում են։ Բոլորը շատ գոհ են, ապրեք շատ։ Տիկին Ավանեսյան։ Ուրա Տիկին Ավանեսյանը։ Ասած ես բուժքույր եմ, դուք կարող եք ասենք տնօրինության հետ խոսել, բայց Չէ, շատ գոհ ենք մենք։ չէ, ձեր տպավորություն։ Տիկին Ավանեսյանն ինձ ավտոբուսում ասեց, ոնց որ Սիսանի բժշկական կենտրոնը շինարարությունը բարև եղբայր։ Տիկին Ավանեսյան, Սիսանի բժշկական կենտրոնը այսինքն մի քանի ամիսներ կավարտեն։ Ներքին հարդարման աշխատանքներն են կանում արդեն տեղափոխվելու եք ընդեղ աշխատելու, չէ։ նոր ծառայություններով։ Հա, տենց էլ զգացի մեր Բոլորը շատ գոհ ենք, ապրեք շատ։ Շատ լավ, դե լավ է։ Ու բոլորը գոհ են։ Մայրիկ ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ կա չկա։ Ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Գիտեք, որ թոշակները բարձրացրել ենք։ Լսել, դե ապրիլի 1-ից նաև կստա։ Գիտեք, որ առողջության ապահովագրություն ունեք։ Ունեմ ոչ, աշխատանքից սուսեր եկել է ապահովագրությունը։ Ապահովագրությունը աշխատանքով չի, քանի տարեկան եք դուք։ 75։ Դուք առողջության ապահովագրություն ունեք, կարակ գնաք ստուգվեք, տենակ ինչ առողջության խնդիրներ ունեք, բուժումներ ստանաք։ Չգիտեիք։ Գիտեին, բայց չեմ քնած։ Ինչի մայրիկ։ Մի հատ սրանից ձեզ նվիրեմ։ Նվիրեմ սրանից։ Ինչ անեմ։ Թող սենց մնա։
Հայաստանի քարտեզն է։ Մաշալի։ Լավ եղեք։ Բարև, լավ ես։ Լավ շնորհակալ։ Բարև։ Մի րոպե, ստե անցում կա, չմտնենք այս շենքերի բակ։ Ճանապարհին լավ ձուներ, բայց ստեղ լավ է, ավելի թեթև է։ Բարև ձեզ ժողովուրդ, բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ կա չկա, ինչ գործ եք։ Լավ են։ Ոնց են գործերը։ Ոչ, շնորհակալություն։ Մատ նվիրեմ քեզ սրանից։ Սպասի ես իմ ձեռով կպցնեմ։ Այսենց։ Մերսի շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Մի րոպե գնանք բակ։ Նենց, բակով գնանք։ Ստեղ ինչ ենք անում։ Այս սուբվենցիա է։ Այո, Ինչ ենք անում։ Բարև ձեզ ժողովուրդ։ տոմետներ են շարում այս։ Երբ կավարտենք։ Հունիսին։ Իսկ ինչքան գործ կա սուբվենցիոն համայնքում։ 840 միլիոն 400,000 եղել է, ստարվա պլանա տեղափոխել ենք այս կողմ 450 միլիոն։ Սայթ վականց է։ Բարև ձեզ։ Ոնց եք, բացեք հլը պատուհանը։ Ոնց եք։ Ոնց են գործերը, տրամադրությունները։ Դուք 1000 ներողություն, քանի տարեկան եք։ Առողջության ապահովագրության մասին գիտեք։ Շատ լավ է։ Առանց աշխատում եք, այսինքն։ Շատ լավ է։ Իսկ ատես տավորվել եք։ Ինչի է ուշ, բացարձակապես ուշ չի։ Ոչ մեկի համար ուշ չի, կրկնակի ավել աշխատավարձ ստանալը։ Լավ եք տրամադրություններդ լավ է։ Ինչ եք դասավանդում։ Շատ լավ է, շատ լավ է։ Լավ եղեք։ Ձեզ էլ։ Անպայման։ Եղանակը հիմա թույլ չի տալիս ու Բարև ձեզ, ոնց եք։ Ոնց են գործերը։ Բա երբ ենք ասֆալտ անելու։ Բարև ձեզ, եղբայր։ Ոնց եք։ Ոնց են գործերը։ Ինչ կա չկա, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Թոշակ ստանում եք։ Գիտեք, որ ավելացել է թոշակը։ Այս բաներից տուր էլի։ Իսկ առողջության ապահովագրությունից տեղակ եք։ Օգտվել եք, հասրել եք օգտվել։ Ինչ եք արել, ստուգվել եք, թե դեղ բան եք ստացել։ Շատ մի հատ նվիրեմ ձեզ սրանից։ Այսենց։ Ոյ։ Այս հաստա, լավ, հաստա, այս սենց վերցրեք դուք կփակցնեք։ Անունդ ինչ է, բալիկ։ Հա? Ինչ է? Լիկա։ Լիկա ջան, ով կա տանը։ Մենակ մաման։ Կարլյան ներս գալ։ Չէ։ Շատ լավ եղբայր, դու ոնց ես։ Դու լավ եք։ Մի հատ նվիրեմ սրանից։ Մեկն է գտաս երկուս է։ Մի հատ էլ տա։ Մի հատ էլ տա։ Ես ոչինչ, դուք ոնց եք։ Ոչինչ։ Թոշակ ստանում եք։ Թոշակ հա։ Գիտեք որ բարձացել է թոշակը։ Դե ասամ բարձացել է դե տենակ էլ է։ Դե ապրիլի 1-ից արդեն կտնեն։ Ես ինվալիդ եմ ստանում։ Կապ չունի։ Պարոն Թորոսյան,
Yaxşıbeki beni hete derhenger nayli. Yaxşibek Nova. Sağ sonra beni pınduk bu koka. Հա։ En vakti ibandan sor parkatın. Vur ilerdim peri. Շատ լավ, հիմի թոշակը ինչքան է ստանում թոշակ։ 40. Հիմա կդառնա 58։ Անկանխիկ առևտուր անում ես։ Che ben o kemanım. Խի չես անում։ Փողով եմ անում։ Խի անկանխիկ առևտուր որ անես, որ 10000 ավելանա վատ կլինի։ Մանեմ։ 10000 ավելանա Արդեն 60 կլինի, բայց մի րոպե Չէ 48 20%-ը 10000 ալնում թե ավելի։ 22% է դեպքում 22%, ահա։ 48 58000-ի 10000-ից էլ ավելի 68000 լինի, վատ կլինի։ Ավել համարյա İşte çubuğla pekeli deputatların son vur Yes. mota vazgeni ahbur ete beni vurekar. Հա։ Ելքի ժամանակ, հա, 2017 թվին։ Vurasar Այն վաղ քվեարկեցիր մեր օկտին, բայց հաստատ։ Իսկ այս անգամ հիմա քվեարկելու ես մեր օկտին։ Murkuris tağı oktinem kaver geliyor. Ով է մորքուրի տղեն։ Bana saha hampartsümyanı. Հա, մեր, այսինքն մեր օկտին ես քվեարկելու։ Մեր օկտին ես քվեարկելու։ Բավ արչապետ Շատ 48000-ը հետ վճարով 10000-ով 2%-ով համարյա 70000 կդառնա 70000, շատ լավ։ Քանի 100 դրամ Առողջության ապահովագրությունն էլ ունես, որ առողջական խնդիր ունենաս, գնա İnvalid ya bu telefon katrelen. Erküşne katra etel. պրոթեզ, հա։ Che protestleran asandan sana borkan. Հա, տենց ես կա։ Yaxşıbeki beni hetneli banaram. Լավ եղբայր, լավ եղի, դե հաջողություն, առողջություն։ Բարև ձեզ։ Բարակներից հավաստիկ։ Լավ է։ Տարի առաջ Հա, ելույթ ներքևը հանդիպեցինք։ հա։ Ոյ Այսօր նախկին հանդիպումների կրկնության օրա ոնց որ։ ես հակառ եմ ամենալավ։ Մատ նվիրեմ սրանից ձեզ։ Եթե պահի Կպահի, ընտես ինչ սիրուն է պահ։ Լավ եղի, ես եմ շնորհակալ։ բարի տամ։ Հա, բարի տամ։ Են իջևանել են ասում ասում են մորքուրի տղա, փորքուրի տղա։ Ուղղակի այս թաղը մեծացել են մայրական Հա։ բայց բարեկամություն Երբ որ եղանակը Չէ դե հիմա ասված չեն կարա անեն, այնա փռել են, սենց ավելի լավ, մի քիչ կնստի տեղը կանի, հետո Հա, տակ ձուր։ Եղանակները հենց բացի ակնկալն ասկալացել կա բան վարչապետ ասֆալտապատեն Այս սենց թաղերը գնում է սենց շենքերի բակերով, չէ՞։ գալիս է կենտրոնական Հա, լավ է։ այդտեղ մանկապարտեզում է Այս ժամին քնած են մարդիկ թե չէ։ նոր դուրս են գալիս էլի Չէ նկատում եմ քնած են թե քնած չեն։ Քնած են թե արդյուն կլնեն Դե գնանք տենանք արդյուն չեն լինի կարտնացնենք լավ հիմա ինչ։ Իհարկե, եթե մարդ շաբաթ 11 անց կես քնած է, հաճելի չի լինի արթնացնել, բայց դե սենց բան է կյանքը։ Այդ դրս մատ։ Չկա։ Հա, ասեցի մի վարկյան, չլսեցի։ Հələ տեղել ծեցի, ծեցեք էլի դռները։ Բարև ձեզ, ոնց եք, կայլա բալիկի մի հատ նվիրեմ սրանից, ինչ անունը ճուտո, հա, լավ եք, ոնց եք, Լավ ենք, մերսի։ ես որ յորդ բալիկնա ձեր, Երորդ։
Ահա, երրորդ եւ յուրաքանչյուր երրորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք, օգնում է ձեզ, գոհ եք, որ ստանում եք։ Իսկ երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք, ինչքան եք ստանում նպաստ։ 31,600 եւ 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում։ Աշխատում է ձեր ամուսինը, թե չի աշխատում։ Բախի չի աշխատում։ Այսինքն դրանով եք ապրում, այդ 80,000 դրամով եք ապրում, այս վարձով է, թե ձեր տունն է։ Հա, շատ լավ, շատ լավ։ Իսկ ինչ մասնագիտություն ունի ամուսինը։ Երեխեքը դպրոց գնում են, թե փոքր են։ Գնում են։ Շատ լավ, լավ եղեք, լավ եղեք։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ձեր ձերքը սեղմեն, ձեր ձերքը սեղմեն։ Հա, ոչինչ։ Մի հատ ձեզ ես մեր բանից մագնիս չկա։ Այս մագնիսից ձեզ նվիրեմ, Հայաստանի քարտեզն է, լավ եք, թոշակ ստանում եք, գիտեք, որ ավելացել է։ Գիտեմ։ Իսկ անկանխիկ կարողանում եք առևտուր անեք, թե չէ։ Ստացում եմ մեկ։ Ով է ձեր փոխարեն առևտուր անում։ Հա, շատ լավ։ Իսկ գիտեք առողջության ապահովագրության մասին։ Գիտեմ, բայց դիմել եք, թե չեք դիմել։ Չեմ կարող։ Ինչի։ Գնալը չեմ կարող։ Դե բայց դե ձեր ուղեկիցը ինչի չի ուղեկցի ձեզ։ Ինքը գնում աշխատանքի Տիկին Ավանեսյանը ստեղ չի, ընտանեկան բժիշկը չի գալիս, չի այցելում ձեր։ Մի րոպե։ Մի հատ եթե Ավանեսյանը ստեղա թող մոտենա, մի հատ առողջապահության նախարարը ստեղա, մի հատ մոտենա տենակ ձեր խնդիրներին ոնց կարանք օգնենք աջակցել։ Կգնանք ժողովուրդը շատ է։ Մի բան մի քիչ նորմալ չի էլի սարքած։ Ինչ մտքով, որ մարդիկ շատ է, Տիկին Ավանեսյան, եթե մարդը խնդիր ունի առողջական բժշկական կենտրոն գնալու, ընտանեկան բժշկին կարա հրավիրի, այսինքն տնային այց կարող է ձևակերպեք, զանգեք բժշկական կենտրոն, ժամ կնշանակի, բժիշկը կգա։ Բայց դե ասեցիք, որ ուղեկից ունեք, չէ։ Ուղեկիցը ես հայերեն մի քիչ ենքան լավ։ Նկատի ունեմ սաժիցելնիցա ունեք, չէ։ Բա ինքը ինչի չի կարա զանգի կանչ ձևակերպի։ Հա շատ լավ։ Եթե դուք ունեք համար հեռախոսի, ձեր համարը տամ իրանք ձեզ զանգեն։ Հա, ունեմ ես։ Դե ասեք համարը։ Գրեք Տիկին Ավանեսյան, գրեք։ Հա, կամած բան արեք, ես ուր է հեռախոսը։ Հիմի այդ տներում մարդ չկար։ Համարը անգիր կարող է ձեր հիշեք։ Ասեք։ 94 54 Բանջի չբարևից է։ Տվիք բան։ Չէ, դե ձեզ ենք սպաս։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ուզում եմ ձեզ մի հատ նվիրեմ։ Քանի տարեկան եք դուք։ 66։ Կարելի է, ես իմ ձեռով փակցնեմ, էլի։ Համենամ հարմար է, բայց հարմար է։ Եթե թույլ տալիս եք, հաճույքով կգամ։ Այս պահին եք մենակ, թե մենակ եք բնակվում։ Ոնց եք։ Ինչ զբաղմունք ունեք։ Թոշակ եմ գնացել։ 66 տարեկան եք ասացիք։ Դե հիմա ձեր թոշակը ավելանում է, առողջության ապահովագրություն էլ ունեք։ Դες իրավապահ մարմիններում եմ աշխատել։ Դե առավել եւս ավելանում է, չգիտեմ ինչքան է ավելանում, բայց ավելանում է։ Այո, զինվորական թոշակ եք ստանում։ Չէ, քննչականում եմ եղել։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Ու առողջության ապահովագրությունն էլ ունեք։ Ստեղ հետաքրքիրը գիտեք ինչ է, հիմա 3 դուռ բացեցինք, կներեք էլ 2 րոպե բան անեմ, ներկայացնեմ, 3 դուռ բացեցինք, 3-ում էլ մի տեղում երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան
ծրագրի շահառու է եւ նաեւ միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստանում եւ 2 մյուս դռները, որ թոշակառուներ էին, թոշակներն է ավելանում եւ նաեւ առողջության ապահովագրությունը։ Իհարկե շատ լավ տեսք ունեք, ես ձեզ մաղթում եմ, որ առողջության ապահովագրությունից օգտվելու անհրաժեշտություն չունենաք, բայց Աստված եթե Աստված չանի, եթե անհրաժեշտություն ունենաք, առողջության ապահովագրություն ունենաք։ Լավ եղեք։ Կներեք ներխուժման համար։ Հարգելի գործընկերներ, ձեզ հետ եմ ուզում կիսվեմ հետևյալ տպավորությամբ։ Բարձացանք եւ 3 դուր ծեծեցինք, բարև ձեզ։ 3 դուր ծեծեցինք, հələ խնդրում եմ մեր թիմի ներկայացուցիչներին ուշադրություն։ 3 դուր ծեծեցինք, ուրեմն պարզվեց 3 դրան հետևում էլ ապրում են մեր ծրագրերի շահառու մարդիկ։ Առաջին դուրը երրորդ երեխան էր ծնվե եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան 50,000 դրամներ ստանում եւ նաեւ երեխայի միջև 2 տարեկան խնամքի նպաստը, այսինքն 50,000 պլյուս 30,000, դե ցավոք ասեց, որ ամուսինը չի աշխատում, չգիտեմ, կարող է, բայց փաստացի այդ ընտանիքը ապրում է այդ 2 սոցիալական ծրագրի հաշվին։ Իհարկե հույս ունենանք, որ ամուսինը աշխատանք կգտնի եւ կաշխատի։ Մյուս 2 դռներում թոշակառուներ էին, որոնց թոշակը 10,000 դրամով բարձանում է, ֆորմալ նոմինալ թոշակը դե պարզ է, հետ վճարը եւս 10,000 դրամ եւ երկուսն էլ առողջության ապահովագրության շահառու են։ Այսինքն պատահական սկզբունքով հարկ դուր, որտեղ 3 դուր, 3 ընտանիք եւ 3-ն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու են։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Էսա ուրիշ դռներ էլ բացեցենք, ուրիշ տեղեր էլ ենթադրվում է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Որ իմանայինք տանն եք, ձեր տուն էլ կգայինք։ Բարձանանք։ Բարձանակ կարամ երկու խոսքով եմ խնդիրը ներկայացրել 2000 թվականից Հայաստանում եմ գնացել, բայց օրինակ ոչ մի փող չունեմ, հաստատություն ոչ մի։ Քաղաքացի եք։ Ոչ մի քաղաքացի։ Բա ինչի։ Ոչ մի փող չունեմ, օրենքով, որ ծնվել եմ դուք ստանում, իջերմա ընդդեմ քաղաքացի։ Անդեն որտեղ է։ Դե եղբայր, սենց ոտի վրա ես։ Օրենքի Պետք է դիմեք քաղաքացիություն ստանաք։ Եթե մերժման հիմք չկա, կտանք քաղաքացիություն։ Օրենքի մոտ էս կետ չկա, որ քաղաքացիություն տա։ Ոնց չկա տենց կետ։ Բաթավթակապը նախագահի շնորհով լինի, Ընդհանրապես ներողություն։ Մի րոպե, եղբայր։ Եթե դուք քաղաքացիություն չունեք, քաղաքացիությունը ընդհանրապես շնորհվում է նախագահի հրամանագրով։ Այսինքն ուրիշ ռեժիմ չկա քաղաքացիություն ստանալու։ Պետք է դիմեք քաղաքացիություն ստանալու համար։ Ստեղ եք ծնվել։ Ախպերս ասել ծնվել։ Չէ, դե դուք բանակա գնացեք, միջև հիմա քաղաքացիություն չի կարող ստանալ, ասում են գնա Թուրքմեստան, այնտեղ քաղաքավոր։ Էս ի՞նչ նամակ է։ Կարճ համառոտ մնացած դերի։ Դավիթը Գևորգյան ստեղ էր, էլի մի հատ մոտեցեք իմ օգնականն այստեղ։ ստեղ։ Բայց հենց դուք ես հաջի շատ տեղեր եք դիմել։ Եղբայր, հա, իմ օգնականն է։ Ականջի հետև գցելու բան չկա, եթե լուծվող հարց է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Քանի տարեկան եք դուք։ Ես 65, Բարև ձեզ։ Հիմա դուք էլ եք փաստորեն մեր 2 ծրագրի շահառու եք։ Առաջին առողջության ապահովագրություն եւ երկրորդ թոշակի բարձրացում։ Եւ երրորդ անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի ստացում։ 3 ծրագրերից է տեղյակ եք։ Այո։ Հետ վճար ստանում եք։ Հա, ստանում։ Ինչքան եք ստացել մի հատ այդ բանից դուր։ Ինչքան եք ստացել։ Հետ վճար։ Այո։ Ամիսը, վերջին անգամ որ ստացել եք, ինչքան եք ստացել։ Վերջի անգամ հիվանդ պարկած եմ, եղել տենց առևտուր չեմ արել, 1000 քանի 100 է եկել, բայց 5000 էլ է եկել, 6000 էլ, բայց այս նորը հələ չեմ արել։ Դե նորով ավելի շատ կստանաք, ավելի շատ։ Մի հատ նվիրեմ սրանից ձեզ։ Ահա, էս սենց։
Ինչ ունեք ասելու։ Ոչի, շնորհակալ եմ։ Հաստատ։ Հա, շնորհակալ։ Հաստատ հիմա ասենք խաղաղություն լինի։ Հիմա որ ասում եք շնորհակալ ենք, դե բանա, եթերա, բանա, ձեր տուն ենք եկել, ձեր տուն ենք մտել։ Հիմա չէ, մի րոպե, հիմա որ դուռը փակենք գնանք, հետևնից եք ասելու շնորհակալ, թե ասելու Չէ, շնորհակալ, չեք ասում շնորհակալ։ Շատ լավ, շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Բայց մեր եղբայր Աստծո օգնական ես շատ անգամ բազմիցս շատ օգնականների տվել եմ։ Եղբայր ես մի րոպե ես ոչ հարկ եմ եղբայր մի րոպե սպասեք, լսում եք ինչ եմ ասում։ Ես չեմ զբաղվում նրանով զբաղվող ինստիտուտներ կան։ Լավ չես զբաղվում, շատ վատ ես զբաղվում։ Շատ լավ, լսեցին ուղիղ եթերում Մարմի, ես այս ֆայդերությամբ խմած ավտոքշեմ, իսկ այնստեղ շտարակ չեն կարող տամ։ Ես կորոնայի ժամանակ մի տուննա որ առած դիմակ եմ ֆռացել։ Եղբայր, ես հասկանում եմ, ասում եմ թուղթը տվեք իմ օգնականը։ Շատ շնորհակալ, դեպա։ Դուք եք հրավիրել, մենք չենք ներխուժում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Նորմալ, շնորհակալ ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լինի մեր ոտքը ձեր տանը։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Աշխատում ենք։ Հիմա հանգստանում ենք։ Երեխաներ ունեք։ Դեռ չէ, սպասում ենք։ Իսկ դուք տեղյակ եք, որ այս տունը ոնց եք ձեռք բերել հիպոթեկով, իսկ դուք տեղյակ եք, որ երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկի մարման աջակցության ծրագիր կա։ Թորոսյանը, խնդրում եմ Թորոսյանը թող գա, էլի։ Մի հատ Թորոսյանը թող գա։ Չենք հասցնի եղբայր, իրատեսական չի։ Ուրեմն տեղյակ եղեք, որ երեխայի ծննդյան դեպքում բացի այն վճարները, որ ստանում եք, հիպոթեկի գա։ Էսա գա Թորոսյանը հույս ունեմ ավելի լավ կհիշի։ Շնորհակալություն, նստեք։ Ոնց եք, ինչով եք զբաղվում, աշխատանք։ Ատեստավորվել եք։ Երբ որ ատեստավորվեք, ձեր աշխատավարձը կրկնակի կավելանա։ Իմիջայլոց ասեմ, որ մենք հիմա հաջորդ փուլով ատեստավորված ուսուցիչների համար ատեստավորման նոր գործընթաց ենք սկսել, որ եթե Պարոն Թորոսյան, ուրեմն նորապսակ զույգ է երեխային սպասում, այս տունը վերցրել են հիպոթեկով։ Երեխայի ծննդյան դեպքում մենք ունենք հիպոթեկի աջակցության ծրագիր, կհիշեք ոնց է աշխատում այդ ծրագիրը։ Այնտեղ տան գնից կախված ինչ որ գումար, մայր գումարից բան են կախված։ Այսինքն երեխան որ ծնվում է, մեկը երեխայի կարգաթվից կախված ինչքան առաջինն է։ Առաջինն է, չէ՞։ Եթե չեմ սխալվում, առաջին Ինչքան? դեպքում կա 30 միլիոն բնակարանը 500,000։ ու եթե երկրորդ, երրորդ, չորրորդ համ տանգինն է բարձրանում, համ փոխհատուցվող գումարի չափը։ Այսինքն հիմա ուշադիր կլինեք, միասնական սոցիալական ծառայության հետ աշխատեք, երեխան երբ որ ծնվի, կֆիքսի, որ դուք ունեք հիպոթեք։ Երեխան որ ծնվում է, բացի այն մնացած բաները, որ չգիտեմ, առաջին երեխայի դեպքում հիմա մենք Եվ որ երեխան ծնվի, այդ դեպքում ձեր հիպոթեկին միանվագ կառավարությունը փակում։ Հա, գիտեիք, դե մենք էլ այսքան չարչարվեցինք, ասենք լավ, ոչինչ, նրանք ովքեր որ չգիտեն։ Արդեն մեր նոր սիրուն լավ պայմաններում կգնանք բալիկոնենալու ծննդատան։ Հա, կհասնենք։ Հա, ճիշտ է։ Իմիջայլոց, դուք երևի արդեն Սիսանի նոր բժշկական կենտրոնում կլինեք, որտեղ պայմաններում բոլորովին Տիկին նախարար տեսեք, հա, խոստացել է։ Հա, դրա համար վստահ ասեց, ինչ որ մայիսը մեր հաշվարկների մեջ չէր մտնում։ Սա երեխա ունեցող ընտանիքների Ուրեմն հունվարի 1-ից հետո տոն արժեքը չի գերազանցում 35 միլիոն դրամա, եթե չի գերազանցում աջակցության չափը 2 երեխայի դեպքում մինչև 1 միլիոն, 3 երեխայի դեպքում Իսկ ծնվելու դեպքում 4 սևավլի դեպքում 2 միլիոն։ Առաջի երեխայի դեպքում Նոպեսի բանն էր, նոր տուն ձեռք բերելու դեպքում է։ Իսկ մինչև 1 երեխային է երկրորդ բաղադրիչ։
Հա, ընտանիքը չունի այլ անշարժ գույք է տելակար։ Ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդով մինչև 500,000։ Ուրիշ անշարժ գույք ունեք։ Երրորդ եւ հաջորդի դեպքում մինչև 2 միլիոն։ Համատեղ սեփականության գույք ունեմ, բայց 49 քանի Այդ կարող է խնդիր լինի։ Չէ, եթե չի գերազանցում, ոնց որ թե համար։ Կարճ ասած 500,000 դրամ հիպոթեկից փակվում է, ձեզ բարի ազատում լինի, ուրախություն։ Հա, մի րոպե, երկրորդ երեխայի դեպքում էլ աջակցություն կա, երրորդի դեպքում էլ, կարճ ասած այս տանը մենք ահագին կմասնակցենք, երեխան ձեզանից, մասնակցությունը մեզանից։ Սպասի, մի վարկյալ։ Հարգելի գործընկերներ, էլի լուրեր ունեմ ձեզ համար, Բարև ձեզ, բարև ձեզ, պարոն Միքայելյան, բարով եք եկել, բարև ձեզ, հա, ինչի չէ, ուրեմն էլի լուրեր ունեմ ձեզ համար, որովհետև եւս երկու բնակարան մտանք, մեկը մեր հարգելի երիտասարդ զույգինը եւ եւս մի բնակարան, մեկը էլի թոշակառու էր եւ թոշակի բարձրացման եւ առողջության ապահովագրության շահառու էր, իր երիտասարդ ընտանիքը սպասում էր իրենց առաջին երեխային եւ ահա այդ տունը ձեռք են բերել հիպոթեկով եւ մենք ունենք ծրագիր, որ առաջին երեխայի ծննդյան դեպքում հիպոթեկով ձեռք բերված տունը, եթե 35 միլիոնը չի գերազանցում, միանվագ երեխայի ծննդյան փաստով 500,000 դրամ հիպոթեկի վարկից, մայր գումարից մարում ենք։ Այնպես որ այստեղ ինչ դուր մտանք, չէ՞ ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Ոնց որ սկզբից ասին տեղակ չենք, բայց հետո որ սկսեցինք պատմել, տեղակ է։ Այսինքն այստեղ 1 2 3 4 5 տուն ենք մտել, բոլոր 5 տները մեր սոցիալական ծրագրերի շահառու են, մեր բոլոր 5 տները, այսինքն պատահականության սկզբունքով։ Հաջան, բարև ձեզ։ Լավ եղբայր, վեր մի հատ նվիրեմ սրանից քեզ։ Շնորհակալություն գասվածը։ Ահա, կներեք, կարելի է, չէ՞։ Բախի չէ։ Ահա։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ես Լիցգյուղի վարչական ղեկավարն եմ։ Ուրախ եմ շատ։ Երկին գետին շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եմ բոլոր ծրագրերի համար։ Մի տարվա մեջ, 3 տարվա մեջ 5 ծրագիր ա մտել մեր գյուղի։ Ինչ ծրագիր։ Դպրոցի մանկապարտեզի։ Դպրոցը ինչա նորոգվում է, թե կառուցվում է։ Կառուցվում է։ Ուրա հասել կա շինարարությունը։ Ճիշտ ասած, մի 8 ամիսը շատ հետաձգվա, որովհետև տակի ջուրը շատ էր, 2 սլոնով իրեն ջրահեռացում են։ Դե կկառուցվի։ Կառուցվում է եւ շատ հիմա շատ։ Դպրոց էլ մանկապարտեզ։ Դպրոցը կից մանկապարտեզով, խաղահրապարակը, հուշարձանի վերանորոգումը, մի հատ էլ նոր ծրագիր ենք շահել զբոսայգու կառուցում, եկեղեցինա կառուցում, միայն դրանից ենք դժգոհ։ Ինչի։ Միայն դրանից ոչ թե դժգոհ ենք, այլ շատ դժգոհ։ Ինչ եք դժգոհ։ Որովհետև այդ եկեղեցին կառուցվում է շատ ուրախ, զվարճևով մենք ընդունել ենք, մեր կոնկրետ մեր տան 400 քառակուսի մետր հողը տրամադրել ենք, որ ոչ առանց Ինչն է խնդրեմը։ Շատ ախրենի եկեղեցու տեսքը չկա այնտեղ, մի հատ խնդրեմ։ Վատ են կառուցում։ Ոչ թե վատ են կառուցի, պատերը մի քիչ է քանդված, պատերը դրել են։ Հին եկեղեցի է, թե զրոյց են կառուցում։ Հին եկեղեցի է, 10։ Այսինքն հուշարձանա վերականգնում են, ճիշտ չեն վերականգնում։ Բայց վերականգնումը բերել են մի հատ
երևի թիթեղ չի ամենաթանկանոց բաներն ա, երկաթներն ա, այդ երկաթները։ Բայց մի րոպե նախարարության հսկողության ներքո պետք է։ Դա հուշարձանների պահպանության պոասնարել, այս է։ Ինչա որ։ Այս է եկեղեցու տանիքը, թե պալատկա են բերեք այդ երկաթների վրա։ Չէ, սա երևի պահպանության համար է, միջև վերականգնվի, այս ծածկը, այս ոնց կա։ Արդեն իրենք ասել են ավարտել ենք։ Շատ լավ, կճշտենք։ Որ գյուղն է։ Ուց գյուղը, ըստ էս 4 րոպեա ճանապարհ է։ Ընկեր Համբարձումյանի գյուղն է։ Ընկեր Համբարձումյանի գյուղը։ Էսա նախարարին կասենք, նա հասկանանք ինչ է։ Կառավարությունից։ Այդքան արանք։ Չէ, բայց նա հասկանանք, հուշարձանը չփչացնեն։ Կառավարությունից, падգամավորից, մարզպետից, քաղաքապետից ամեն ինչով ģեր շնորհակալ ենք։ Հասկացանք, որ խնդրեմը եկեղեցու վերականգնման ծրագիրն է։ Խնդրել ենք չէ եղի, վարչապետին։ Շատ լավ։ Մեկ էլ մի հատ այդ որ նոր դպրոց կառուցում են, ասֆալտը նարել են, այս տարի գյուղի կենտրոնից մինչև այդ դպրոցը գետն անցնում է։ Այդտեղ պետք է մի հատ կամուշ կառուցվա, թեկուզ մարդկային անցնելու կամ փոքր մեքենա անցնելու։ Շատ լավ, կկառուցենք։ Գնայինք։ Երեխեք բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ են գործերը, դասերը լավ են։ Նվիրեմ ձեզ այս մեր բաներից, էմբլեմներից։ Հա։ Արի մի րոպե։ Այս սենց, ես իմ ձեռով փակցնեմ։ Այս սենց, այս մեկ։ Այս երկու։ Այս 3, այդ բերքես ստեղից կպցնեմ, կուրտկետ հաստատ չի պահի, դասեր լավ է, լավ եք, շատ ապրեք, հոպ, ապրես, Զգույշ, շփվեցիք մարդկանց հետ, ինչ էին ասում մարդիկ, եղբայր բարև, լավ ես, մատ նվիրեմ քեզ սրանից, այս սենց, լավ է։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ բարևել։ Դե ներս գամ, ոնց եք, մի հատ։ Վայ, էս ինչ լավ տղա է։ Բարև ձեզ, կարելի է։ Կներեք, անհանգստացած։ Ձեր տունը փոքր է, բայց ձեր հոգին մեծ է, ճիշտ է։ Լավ ես, ինչ է անունդ։ Հայկ։ Շատ ապրես, Հայկ ջան։ Բարև ձեզ, լավ եք։ Էս մի հատ ձեր տանը սրանից նվիրեմ, հա։ Սենց կլինի։ Ինչ կա, ինչով եք զբաղվում, աշխատանք։ Աշխատում ենք, հա։ Որտեղ։ Ես ճանապարհաշինարական կազմակերպություն, կինս միջազգային բեռնափոխադրում։ Հա, շատ լավ է։ Երկուսով աշխատում եք։ Շատ լավ է։ Իսկ Սիսիանում շինարարություն չկա տների, որ հիպոթեկով եկամտային հարկի վերադարձով տուն առնեք, տենց մտադրություն չկա, չկա շինարարություն։ Հիպոթեկով տուն ուզում ենք, բայց մեր եկամուտը չի հերիքացնում։ Չէ, նկատի ունեմ նոր բնակարանի շինարարություն, բայց եսա կսկսի։ Եսա Երևանում սահմանափակվեց, Երևանամերձ մարզերում սահմանափակվեց, արդեն շինարարությունը կտեղա։ Ուղղակի որ տոկոսները հիպոթեկի առումով թանկ է, մենք երիտասարդ ընտանիքի գումարային տարիքային։ Որտեղ Երևան եք ուզում առնեք։ Երևանում եք ուզում առնեք։ Հա, շրջան, բայց ավելի մոտ։ Կինս Երևանից, հա։ Մենք ընդ ենք եղել համարյա 19-20 տարի։
Շատ լավ։ 2-3 տարի է դեռ։ Այդ հարց չկա, եկել եք մնացել։ Մնալ չէ, բայց նախապատրաստի Բայց ոստեղ նորակառույց տունը լինի, այստեղ էլ կարելի է ձեռք բերել։ Այստեղ գները ավելի լավ կլինի։ Եթե քիչ լինի մի քիչ։ Ինչքան է տոկոսը։ Ընտանիքով իմ ու կնոջս գումարային է, հիմա 69-ն է, 70-ում ավարտում է, չէ՞ գումարային տարիքով։ Վստահ չեմ կարող ասել։ Այդ մի ծրագրով է, բայց եկամտային հարկի վերադարձը Սյունիքի մարզում աշխատելու է, այսինքն մարզում երբ որ տունը լինի շինարարության, կամ հիմա էլ կարող է մարզում ուրիշտեղ գիտեմ որ Կապանում կա, Կապանը կարող է հեռու, բայց Սիսանում ենթադրում եմ սուս Սիսանում էլ կսկսվի։ Հիմա քաղաքից որ դուրս Նկատի ունեմ Երևանում եթե բան է, թանկ է, նկատի ունեմ դուք ասում եք բնակարան երիտասարդներին ծրագիրը, բայց դրանից դուրս կա ուղղակի սովորական բոլորին հասանելի հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու ծրագիրը, որտեղ եկամտային հարկի վերադարձի ես էլ եմ տենց։ Վերադարձա մարզերում է, հա։ Մարզերում կա, Երևանում ավարտվեց, բայց հիմա մարզերում կա։ Ենթադրվում է առաջիկայում հեսա Սիսանում էլ կսկսեն շինարարություն, այնպես որ կարող եք այդ ծրագրից ենթադրվում է օգտվել։ Կամ հիմա մարզում գիտեմ որ Կապանում կա նորակառույց շենքեր կա։ Այսինքն կարակ տենց տարբերակ դիտարկեք նաև։ Չէ, ստեղ էլ արդեն բաները Լավ է։ ստեղ էլ կլինի։ Հաջողություն ենք մաղթում։ Հաջողություն։ Առայժմ։ Ստեսություն ձեզ։ Տիկին Ջուլհակյան։ Ուրա Տիկին Ջուլհակյանը։ Տիկին հիմա որ ես երեխեքին մի հատ փոքր կոնֆետ տանք բան այդ օրենք է խախտում, հա։ Խախտում չի։ Բախի չենք տալիս երեխեքին։ Այնց տերոր է կարել մեզ որ չգիտեմ բան նախընտրական արկել Տերորը թուլացնում։ Երեխան ընտրող չեն, դե բան առնենք, էլի։ Տերորը թուլացնում։ Կոնֆետ լինի, հա, այդ բաներից փոքր պլիտկեքից։ Կարելի ասում օրենքը փոխել են ինչ-որ բան։ Բարև ձեզ։ Շատ հաճելի է ձեզ այսպես անգիծում Համեցեք, ես ձեզ նվիրեմ։ Շատ հաճելի է որ ես եկել եմ Հայաստան, ես Մոսկվայում եմ շատ ժամանակ լինում, բայց հիմա ուզում եմ տեղափոխվեմ Հայաստան։ Քաղաքացիությունն եք Հայաստանի։ Ես Հայաստանի եմ, ես չեմ փոխել իմ քաղաքացիությունը։ Հիմա եկել եք ընտրություններին մասնակցելու եք։ Ես հանձնաժողովի անդամ եմ։ Մեր դեմ եք քվեարկելու։ Դե եթե ձեզ հետ հանդիպում եմ, ոնց դեմ չի։ Դե ասում են Ռուսաստանի հայերը գալու են մեր դեմ են քվեարկելու։ Ես էլ ասում եմ ընդհակառակը գալու են մեր օգտին են քվեարկելու։ Ձեր օգտին ենք, իհարկե ձեր օգտին ենք հննելու։ Ուրեմն այսպեսի խնդրանք, ես ձեզ նամակ ուղարկել եմ։ Հա, պատասխանը եկել է մարզպետարանը ուղարկել է համայնքապետարան, ես զոհվածի ծնող եմ, ուղղակի չեմ ուզում շաբլոն դարձնեմ դա, բայց դե համենայն դեպս տանիքի խնդրեմ ունեմ։ Շաքի գյուղի բնակչուհի եմ։ Այ այդտեղ արդեն օրենքը մտնում է օժի մեջ, տեն ծառայություն չենք կարա հիմա խոստանանք, որովհետև օրենքով արգել կա։ Ես չեմ ուզում բան անեմ, ուղղակի այդտեղ մի քիչ մատերիալի խնդիրներ ա, ես Էդ եմ ասում, հիմա կներեք ընտրական փուլը օրենքով արգել կա, այդպիսի նյութական խոստումներ եւ այլն չենք կարող տալ։ Դե համենայն դեպս ես կարող եմ փոխանցել տեղակալի նախատեսելու դպրոցների շարքերում ինչպես միլիոնները Հա, Շաքի, որ իրանց գյուղն է Շաքին։ Հա, բայց երեխան 10 տարեկան է։ Նկատի ունեմ հիմա օրենսդրական արգել կա նյութական օգնություն, շինանյութով, ֆինանսով, որևէ այլ նյութական բանով օգնելու արգել կա։ Եթե ես հիմա ձեզ խոստանամ որ կօգնենք, օրենքը խախտած կլինենք, այդ է խնդիրը։ Այսինքն ընտրական փուլից դուրս կարող է այդ հարցը կդիտարկվել։ Բայց կառավարության ծրագրերով, եթե սոցիալական խնդիր կա, միասնական սոցիալական ծառայությունը կդիտարկի։ Բայց նաև մենք իհարկե մի շաբաթ ենք ընդունելու կառավարության որոշումը, բայց նախագծով շարքերում 22 քվոտա ենք նախատեսելու նորակառույց դպրոցով պայմանավորված։ Բայց երեխաների համար։ Մինչև 10 տարեկան Բայց երեխաներով ձեր ընտանիքում երեխա կա։ Չէ, ընտանիք չկա, ես մի Չէ, նկատի ունեմ հիմա չեմ կարող որևէ բան խոստանալ բայց ձեզ։ ընդհանրապես ես ասենք ընդհանուր ընթացքի մեջ կարող է լինել դա։ Ես չեմ կարող որևէ բան խոստանալ, դա խնդիրը։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Նորմալ։ Նվիրեմ մի հատ։ Շնորհակալություն։ Ուրեմն ես մի հարց։ Ես ունեմ մի հեկտար հող։ Ահա։ Տարբեր տեղեր։ Դա ոչ էլ մամշակել, ոչ շինալ։ Դրա համար ինչ անենք։
այդ ասենք ավելի լավ չի, ասենք մի տեղից ելնի, ասենք ես կարենամ մշակել։ Ձեզ սեփականն է։ Ու այդ որ հողերը բաժանում։ Ձեզ սեփականն է։ Դե վաճառեք, ուրիշ տեղ առեք, միասնական առեք։ Դից էլ արդեն։ Բա ինչ անենք մենք։ Դե ասենք այդ ծրագիր լինում։ Մենք հիմա իմիջիալոց ունենք հողերի խոշորացման ծրագիր, մենք մարզում աշխատում այդ ծրագիրը, թե չէ։ Առաջիկայում մենք տեն ծրագիր ենք իրականացնելու հողերի խոշորացման, հենց որ, բայց դուք եթե կարող եք հիմա վաճառել ձեր տարբեր տեղեր գտնվող հողերը եւ համարժեք ուրիշ տեղ մի կտոր հող առնել։ Հնարավոր է, դա լավ է։ Դե տենց էլ շարժվենք։ Լավ է։ Շնորհակալություն։ Հա միրգի վեյ, բան տենց հիմա կա մոտներս։ Խանութից մի քանի հատ է։ Բարև ձեզ։ Բարեողջույն։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Մատնվիրեմ ձեզ սրանից։ Էս ձեզ։ Գիտեք որ թոշակը բարձանում է։ Լսել եք։ Որտեղից եք լսել։ Հերոստատուսով։ Ես գիտեք որ առողջության ապահովագրության շահառու եք դուք։ Օգտվել եք, առիթ ունեցել եք։ Դե Աստվածտա չունենաք կարիքը։ Ավելի լավ չի առողջ ելնեք։ Ավելի լավ չի առողջ ելնեք եւ առողջության ապահովագրության կարիքը չունենաք։ Մաղթում ենք առողջություն։ Իսկ դուք օգտվել եք առողջության ապահովագրությունից։ Հա, ոնց գնացիք հələ պատմեք, գոհ մնացիք, դժգոհ, լավ ընդունեցին, վատ։ Ես լավ գոհ եմ։ Հաստատ։ Բայց հիմա որ ասենք հիմա ասում եք մեր առաջ ասում եք գոհ են։ Կարող է որ ասենք թողեն գնանք հետևներից ասեք այսօր։ Չէ, հաստատ գոհ եք։ Հիմա որ գնացի, ինչ հարցով գնացիք հիվանդանոց առողջ։ Վիրահատվեցի։ Ինչքան վճարեցիք։ Ոչ մի կապ չունի։ Ոչ մի բան։ Շնորհակալություն։ Վիրահատվեցիք ու ոչ մի բան չվճարեցիք։ Շիտամ։ Ճիշտ է։ Վիրահատվեցիք ու ոչ մի բան չվճարեցիք։ Քանդին էս երկիրը, քանդին։ Քանդին, չթողին ոչ մի բան։ Առաջ ձև կար, բան կար, մի բան դնում ենք բժշկի գրպանը, մի տեղ ուրիշ բան, այ էտեր, էտ էլ պետք է, հա։ Իսկ մոտավորապես, բայց մոտավորապես ինչ արժեքի վիրահատություն էր ձեր վիրահատությունը։ Կիմանաք։ Սրտի վիրահատություն էր, լավ անցավ, շատ լավ տեսք ունեք։ Շատ գոհ եմ։ Քատար մարդ է լիքի։ Շատ լավ տեսք ունեք, ուրախ ենք շատ, բայց ստեղ ես մենակ մի բան եմ, երեք կառավարության նիստում էլ ասացի, չգիտեմ, առիթ ունեցել եք լսել թե չէ, ես խնդրում եմ, որ ակնկալում եմ, որ ոչ թե մարդիկ ասեն, որ անվճար է վիրահատությունը, որտեղ վիրահատությունը անվճար չի, վիրահատությունը վճարովի է, պարզապես ձեր փոխարեն վճարում է կառավարությունը, պետական բյուջեն Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ, որովհետև այդ թվում մենք դրանով մեր հարգանքի տուրքն ենք արտահայտում ձեր եւ ավագ սերնդի մեր ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր աշխատել են այս երկրի վրա, քարի վրա են դրել, մենք էլ ուզում ենք այդ դրած քարերի վրա շարունակենք տենց Միշտ է շարունակելի։ Լավ եղեք, առողջություն, առողջություն։ Լավ ալի։ Հայ երեխեք։ Բա ինչ է կարել այս բանը, դες չեմ նվիրե։ Բախի չեք դրել։ Դե կպցրեք որ նկարվենք։ Դե եկեք, ովա քեզ նվիրել եմ, չեմ նվիրել, դու։ Արի դե քեզ էլ նվիրեմ։ Այսենց, այստեղ։ Էլում չեմ նվիրել։ Մագնիս կորցրիկ։ Հովա նկարվում, դեկիկ։ Արի։ Եղա, առանձին էլ, առանձին էլ։ Լավ եղեք երեխեք ջան, բարև ձեզ։
Որ դիմում եմ Բազարյան անը, ես եմ ինչքան վաղտի կելես չեմ կարացի տենում են բանում ելույթին չթողացին ասել չես դրանցի ոսան պետք է գնում պես ես եմ Բազարյան անը Ուրախ եմ շատ ես դիմում բանը գրել եմ ուղարկել եմ ինչեւ նրա պատասխան չեմ Ինչի մասին է ձեր դիմումը ես քան ուշքով չեմ խոսել ասել սպրանքի վարտանքով պատճառով Քանի տարեկան եք դուք Դու արդեն թոշակարում Բայց քանի տարեկան Հիմա 66 Ասեք սրտի հետ կապված խնդիր կի ուղարկել Բայց հիմա գիտեք որ առողջության ապահովագրության շահառու եք Դե հələ գիտես չեմ գնացել ճիշտ Բա ինչի գնացեք դիմում գրելու ինչ կարիք կա Տապամբելուն եմ շատ բան ամոթ Հարգելիս Դե ոչ եմ Մարդ առողջության ապահովագրության շահառու է ասում եմ դիմում եմ գրասում եմ դիմում ինչ եք գրե գնացեք օգտվեք ծառայություն Ինչի մասին է դիմում առողջության հետ կապված Բայց կարիք չկա ասում եմ դուք առողջության ապահովագրության շահառու եք դիմում մի կարիք չկա գնացեք ձեր ծառայությունները ստացեք Բավարարված է ձեր դիմումը Բարև ձեզ Մի րոպե բայց ձեզ չնվիրեցի Համեցեք Ես էլ ձեզ Լավ էս հաստա ձեր շորը Վերցրեք Հաջան Ուրա Դավիթը Դավիթ ջան իմ օգնականն է պարոն Գևորգյանը ինքը կկա Բարև եղբայր Կարլյան նվիրեմ Ախլատյան համայնքից եմ Ախլատյան Այո գյուղից եմ Հարսումյանը տեղական մենք ունենք խնդիրներ որ միջև այսօր այդ հարցերը լուծված չի Կար ներքին ցանց շնորհակալություններ Հարսումյանին Ինչի ներքին ցանց խմբելու ջրի ներքին ցանցը որ 2 տարի առաջ ձեր աջակցությամբ է փոխվել Այսօր առօրյա չունենք բլինդաժ Հանրապետության բոլոր համայնքներում ջրային խնդիրները մեր ուշադրության կենտրոնում Ես այս վերջերս տեսեք ինչ հայտարարեցի Ասի ոնց որ նախորդող շրջանում խաղաղության օրակարգն է եղել մեր առաջնահերթությունը Հաջորդող շրջանում ջուրն է լինելու ջրային հարցերն են լինելու մեր առաջնահերթ Ոռոգման խմելու եւ այլն եւ հանրապետությունում տեսեք ես ձեզ մի բան ասեմ հարգելիներս հանրապետությունում ջրային համակարգը շատ մեծ է եւ շատ մեծապես մաշված է եւ մենք պետքա հերթով բոլոր տեղեր տենստեղ չկա որ մարդիկ ասեն ասեն ջրի խնդրեմ ունեն ասենք չէ մենք այդ ջրի խնդրեմը չենք լուծելու հերթով բոլոր խնդիրները լուծել Արվա հոսում է ջուրը ամեն օր մենք լապատկիկով առու ենք մաքրել խմելու Շատ լավ կսարքենք համայնքը կներկայացնի սուբվենցիա համայնքը չներկայացած արդեն կառավարության ներկայացված է կարվի Շնորհակալություն Բարև եղբայր Որոշ շնորհակալությունները վարշավ Ես առանց վարչապետ չեմ կարող ոչինչ անել Ես եմ վարչապետ Ինչ կա եղբայր ոնց է Հաջան Բարև եղբայր Նվիրեմ եղբայր Ես էլ ձեզ Ես էլ սրանց Բարև ձեզ Ձեզ էլ նվիրեմ սրանից Ես էլ ձեզ Բայց փոխանցելու նամակ ունեմ դες Շատ լավ Դավիթ ջան Իմ օգնականն է Բարև ձեզ Ուրախ եմ շատ Ձեզ էլ նվիրեմ Որ երկուսով եկել եք կարելի է ես փակցնեմ Որ երկուսով եկել եք Շնորհակալ եմ շատ Պատկերացրիք չէ ձեր Դուք առողջության ապահովագրության շահառու եք գնացեք այդ ծրագրից օգտվեք Անվճար է այդ դեղը Անվճար է Շատ լավ Բարև ձեզ Բարև եղբայր ոնց ես Ախպերս բարև եկար ոնց ես Լավ դու ոնց ես Կանուր ես դրտույմ ամեն ախպերս ես վերջ Բայն այկա բարևեցի Պարոն վարչապետ լուփ ես տալը գազը ոդից գազը չանջատես Բա ես եմ ուտում եմ դա հարկատի տալը պատերազմի մասնակիցն ենք այնտեղ է շանալու է լավ վիճակը ծանր է Ուրա ձեր դիմում եք արագ տակ Ինչով եք ուղարկել Պոստայով ուղարկել Դե պոստայով շատ լավ Բարև ձեզ Բարև ձեզ
Կներեք, ես Արմեն Խաչատրյանն եմ, մանկաբարձ մասնագիտությամբ եւ զբաղվում եմ գյուղական զբոսաշրջությամբ եւ փորձում եմ Աղիտու գյուղում զբոսաշրջությունը օրեցօր զարգացնել։ Շատ ուրախ եմ, որ կառավարությունը որոշեց Աղիտու գյուղը զբոսաշրջային կենտրոն։ Ուրեմն գյուղը ունի բազմաթիվ խնդիրներ, որի լուծումները չեն կարողանում տեսնել։ Բազմիցս ներկայացրել ենք սուբվենցիոն ծրագրով ջրերի վերանորոգման ջրերի ծրագիրն է իրականացրել, բայց շատ վատ վիճակում է։ Օրեկան ամբողջ ամառ գյուղում կռիվ էր ջրերի համար։ Այդ մենք բազմիցս ներկայացրել ենք խնդիրը ու գյուղական ներքին ճանապարհները շատ ահավոր վիճակում են։ Այդ հաջորդ ճանապարհ, նայեք, գյուղական туриզմը փորձում եմ զարգացնել որպես միայնակ մայր եւ բախվում եմ այնպիսի խնդիրների, որ ճանապարհը պետք է կարողանա մարդիկ հասնել այնտեղ ու շատ վատար վիճակում է։ Հիմա տեսեք, գիտեք խնդիրը ինչի մեջ է, որ հանրապետությունում բազմաթիվ ճանապարհներ վատար վիճակում են եւ բազմաթիվ ճանապարհներ այլևս վատար վիճակում չեն, որովհետեւ հազարավոր կիլոմետրերով ճանապարհներ են կառուցել։ Եվ խնդիրն է նա, որ պետքա հերթով կառուցել, բոլորը միանգամից ոչ տեսականորեն, այսինքն գյուղական զբոսաշրջության ասֆալտապատված է, գյուղի մեջի ասֆալտի շատ լավ, բայց միջև գյուղը ասֆալտապատված է։ Գյուղի ներսը գնում է ասֆալտ։ Չէ, իսկ երբ մի րոպե, իսկ կներեք, երբ ասֆալտապատվե միջև գյուղը կողջ ճանապարհը։ Երբ է ճանապարհ եղե։ Միշտ։ Երբ ասֆալտապատվե։ Միջ գյուղականը նայեք, հոսպիտալի համար ինքը ճանապարհը պատրաստվել է։ Չէ, հիմա նկատի ունեմ նոր ասֆալտապատվե վերջին 3-4-5 տարում, չէ։ Չէ, հաստատ չէ։ Հոսպիտալով պայմանավորված արել է, բայց հիմա վերանորոգման պետք է հյուրատան հյուրերը։ Այս տարի աճ ենք ունեցել մոտ 1500 մարդ։ Եվ այս մարդիկ ընենց են գալիս մեծ սիրով, որ ցանկանում են, որ ճանապարհը նորմալ լինի, որ հետ չգնա։ Բնականաբար հերթով բոլոր ճանապարհները կառուցենք, ես ձեզ։ Շնորհակալություն, մեկ խոսքել, իսկ թափառող շների հետ կապված։ Թափառող շների հետ կապված է պետք է պրոբլեմա։ Այո, որովհետև իմ աղջիկը։ Ինչ անենք թափառող շներին։ Սիսիանում բազմաթիվ համայնքներ ինստերջացնում է։ Պետք է լուծում։ Բա ինչ անենք։ Ժամը 1 մեր հայրենիքից չգիտեմ, մի դուք կլնեիք, ինչ կանեիք։ Ես մասնագետների կհավաքեի։ Մասնագետների հավաքում ենք, մասնագետներն ասում են ստերջացում, որովհետև կրակել սպանելը չի կարելի, որովհետև լավ չի, ստերջացումն է մնում, պետք է համայնքները մաքսիմալ էֆեկտիվ ստերջացնեն, որ չբազմանա, ուրիշ տարբերակ չկա։ Մեկ էլ բաների, ապաստանների բանի հետ կապված է, երկուսը միասին է, ստերջացնել եւ հավաքել ապաստանները։ Նաեւ լսել ենք, որ գյուղական տանիքների ծրագիր եք փորձում մշակեք, ճիշտ ենք լսել։ Այդ սուբվենցիոն համայնքներն են որոշում։ Վերանորոգման ծրագիր, բայց մեր գյուղում ոչ մի բնակիչ համարյա տեղյակ չէ։ Ասբեստի տանիքները փոխելու ծրագիր կա, բայց դա տենց միանշանակ չէ, էլի, որ ամբողջությամբ ֆինանսական սխեմաները պետքա դեռ որոշվեն։ Ինչքան մասնավորը, ինչքան համայնքը, ինչքան կառավարությունը, որովհետև չի լինի, որ 100%-ով կառավարությունը մարդկանց տանիքները փոխի, պետք է ինչ-որ ձևով մասնակցություն լինի նաև։ Համամիտ եմ, բայց կարելի է չէ գյուղում այնպիսի ղեկավար ունենանք, որպեսզի կարողանա նման հարցերին ճիշտ լուծում տալ ու ճիշտ մարդկանց ասել։ Եվ համախմբի գյուղը, որպեսզի գյուղը զարգանա ընդհանուր, չէ որ Աղիտու գյուղը կոչվում է հին հավաքչատեղի եւ զբոսաշրջությունը շատ լուրջ այնտեղ ես տեսնում եմ։ Դե այնը ասում եք 1000 հոգի ավելացել է, քանի բնակիչ ունի։ Մոտ 100 հոգանոց գյուղը 1000 հոգով ավելացել, ինչքան զբոսաշրջություն։ Ու չեմ փորձում ինձ աջակցել, որ էլ ավելին անեմ։ Մի րոպե, կներեք, ինչքան ընդհանուր գյուղ, ինչքան տուրիստ ա մտե։ 1500։ 1500 տուրիստ արդեն լավ հենք է, դուք էլ կաշխատեք, համայնքն է, կառավարությունն է, որ ավելի մեծանա զբոսաշրջիկների հորքը։ Ես շատ եմ ուզում։ Գիտեք, տեսեք, ես հասկանում եմ, ես ընդհանրապես այս վերջերս մի հետազոտություն էի կարդում, որի հիմնական իմաստը հետևյալն է, որ կառավարության աշխատանքը բարդանում է այն պահին, երբ որ բազմաթիվ հարցեր լուծվում են եւ բոլոր տեղերը ձևավորվում են ակնկալիքներ։
Այսինքն երբ որ չկա ակնկալիք, ավելի հանդարտ պայմաններ է, մի փոքր բան անում ես եւ բոլորը շնորհակալ են, ասում են, վայ, ես ինչ էր հրաշքեր եղավ։ Բայց երբ որ մի փոքր բանը դառնում է երկու փոքր բան, երեք փոքր բան, չորրորդը դառնում է մի քիչ ավելի մեծ բան, հինգերորդը մեծ բան, վեցերորդը մեծ բան եւ դառնում է շատ, այդ պահին նյարդ է առաջանում։ Ինչա առաջանում այդ նյարդը, որովհետեւ բոլորն ասում են ոնց, բա, այսինքն մարդիկ դառնում են անհամբեր, որովհետեւ մտածում են, որ սա միած շրջան է, կավարտվի եւ մենք էլի կմնանք բանի այն շահառուների ցանկում, որտեղ անհրաժեշտ ծավալով աշխատանք չեղավ։ Եվ ընդհանրապես մի քիչ էլ կրակի վրա յուղ են լցնում, օրինակ ես հիմա գիտեմ հազի վառիթը ասեմ եւ այս հատվածը եթե կարելի առանձին էլ բան անենք, որ հիմա թոշակառուներին շրջանում տարածում են, թե բարև եղբայր տարածում են թե առողջության ապահովագրությունը միջև ընտրություններն ալնելու, միջև ընտրություններից հետո չի լինելու։ Ոչ, ժողովուրդ ջան, առողջության ապահովագրությունը այլևս միշտ լինելու է ընտրություններից առաջել, հետո էլ պետք չի, եթե առողջ եք, պետք չի հիվանդություն ստեղծել, որպեսզի կամ էլ եթե պետք չի տենց ցայտնոտի մեջ ընկնել։ Որևէ կապ չունի մեկը մյուսի հետ։ Ինչ վերաբերում է, տեսեք, ջրի խնդիր, ճանապարհի խնդիր, այս ինչի խնդիր, այն ինչի խնդիր, ամեն ինչը հերթով պետք է լուծել։ Գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու համար գոնե մեկ ճանապարհ մի փոքր վերանորոգել, որպեսզի կարողանանք ել ավելին անել։ Հարգելիս, կառավարությունը եւ համայնքը առաջնահերթությունները կորոշեն եւ ըստ առաջնահերթությունների ամեն ինչ կկառուցենք։ Հանրապետությունում չկա այդպիսի ճանապարհ, որ ասեն պետք է կառուցել, ասենք չէ, որ չէ, մենք այդ չէ, ոչ մի դեպքում չենք, այո, բոլոր ճանապարհները կառուցվել։ Ընկեր Առաքելյան, դիտարկեք դե շատ լավ է որ աջակցում է։ Ժամանակ կարող են ասել իրանք ներառեն սուբվենցիոն բարև ձեզ։ Ինչպես լավ ես մի հարցով պարոն Հաշիմյան։ Ես նվիրեմ ձեզ սրան։ Շնորհակալություն։ Ես ես ճանապարհ անտառ եկել եք բարևել եք նրանք։ Պարոն Փաշա, այդ հարցը ես ուզում եմ ձեզ ասել։ Որը։ Ես թոշակառու եմ, այն ավանդները էլի կատորի деньги остались сберегательն է։ Դե այդ արդեն ուրիշ կարգավորում է տարիքով։ 85-ի շատ։ Տեսեք, Ժորժ ջան, ես ձեզ ասեմ, այդ խնդրի հետ կապված հետեւյալ խնդիրը կա։ Մենք չգիտենք դա ինչ ծավալի հարց է, որովհետեւ այդտեղ փաստաթղթաշրջանառությունը, արխիվները շատ վատ վիճակում են, պրոբլեմատիկ վիճակում է, որ մենք իմանանք բոլոր շահառուների համար պետքա այսքան շահառու կա եւ պետքա այսքան գումար, մենք միանգամից կտանք կավարտենք, բայց չկա այդ թղթերը չի հավաքվում եւ մեզ համար պրոբլեմ է։ Եվ դրա համար այնա վերջին անգամ բոլոր նախարարներին, ով որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակվել, ես հանձնարարել եմ, ասել եմ մի հատ եկեք նայենք, կարանք այդ թեման մի անգամ, մի տարվա մեջ, մի անգամից փակենք, ավարտենք։ Գնում են ուսումնասիրում են, գալիս են, ասում են, որ չկա արխիվը, որ մենք գնահատենք, իմանանք ինչքան է, ամբողջ իրար հետ մի դրամ է, 10 դրամ է, 1000 դրամ։ Մոտեցել ենք ինչ որ ամբողջ փոլի բան։ Դե շատ լավ, երբ որ եթե մոտենակ, այնքան լավ կլինի, որ մի անգամից փակենք, այս մարդկանց խնդիրներն լուծենք, մեր խնդիրներն լուծենք, այս խնդրից ազատ։ Դե պարոն Փաշա, 85 մեծ է, գոնե ադգան ժող հաստատի, 80-75 սարք է, սակրատի տանելի մի քիչ։ Կնայենք ըստ հնարավորության։ Շատ բարձրալի է թիվը։ Հիմա տեսեք, հիմա դրա փոխարեն մենք ձեր թոշակները ավելացնում ենք եւ ինչքան եք ստանալ, ինչքան փող եք ունեցել բանի բանկում։ Դե Սովետի բախտ 2000, 3000։ Դրա պետք է ստանալից պետք է դրա տեղը մի 200,000 դրամ պետք է չստանա։ Հա։ 200,000 դրամ, այնա այս տարի մենակ այս թոշակի ավելացմամբ, այնա 200,000 ստանում եք, էլի անկանխիկնել հետը, բայց չեմ ասում նա չէ։ Այն բախտա փող ուժիշ է, հիմիկ բան ուրիշ է, 1000 դրամ ու կարա մեբել առել։ Դրա համար մենք նայում ենք, որ թեման ճիշտ հասկանանք, որ անկանխատեսել նրբություններ կան։ Հասկանում եք, բյուջեն պիտի փոխել։ Նվիրեմ ձեզ։ Ես որպես թոշակառու գոհ եմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Հաստատ ամեն ինչի համար։ Գոհ եմ, շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Ես իմ թոշակը ավելացել է, ես գոհ եմ։ Ես էլ ձեզ նվիրեմ։ Ահա։ Ձեր թոշակն էլ ավելացել։ Հաջար։ Պապանա, պարոն։ Դիարետ նկարվում։ Ուրախ եմ եղբայր։
Մի հատ էլ Ավոյի հետ։ Արի Ավոյ ջան։ Ոնց ես։ Լավ եղբայր։ Պարոն վարչապետ կարելի է նկատել։ Հա, եղբայր։ Կտրվելու ենք ձեր հետ։ Միատեք։ Ավոյին, ես ունեմ իմ գլխարկի վրա նայեք, պարոն վարչապետ։ Հա, ես էլ քեզ Ավոյ ջան։ Այս քո կուրտքեն շատ հաստա, այս վերցրու սենց։ Մերսի շատ։ Լավ է։ Որտեղից եք դուք։ Երևանից։ Լավ է եկած։ Բարևներ, Ժողովուրդ ջան, բարևներ, բարևներ։ Ում չեմ բարևել, բարև։ Տղերք, եկեք ձեզ նվիրեմ սրանից։ Ես քեզ Ես էլ քեզ Նորից բարև Քարտեզից մի հատ էլ ձեզ Հատ էլ ձեզ Բարև եղբայր, լավ ես? Ոնց եք? Առաջ անգամ եկել ես գետապ եմ ասում դուլեմ մարդուս ասում քեզ ենք ասել բախի չեք ընտրեմ ասում ընտրեմ ու ընտրել ենք Այդ որ թվին է? Էր հալա ու բանն է Ելքի? 2017 լավ կամ 2006 7 2007 շենքերի արանքներով բանով Հա հիմել ենք շենքերի արանքներով էլ հիմ Շատ Հա գնում ենք արդեն ուշանում ենք Շարժվեցինք ուր ավտոբուսը Բարև ձեզ լավ եք ինչ տրամադրության եք Ուր ավտոբուսը դե գնում ենք արդեն Դեպի աջ Գնացինք Դե լավ եղեք Ժողովուրդ ջան Գնացինք Առայժմ եղբայր Անցում կա էլի Հիմի գործնականում իսկականից այս շատ նոր մտքովս անցավ էլի, որ այսքան մարդու հանդիպեցինք, բարև ձեզ։ Բարև եմ։ Բարի ծառայություն։ Բարի ծառայություն։ Այսինքն այսքան մարդկանց հետ շփվեցինք ու մի զգալի մասը կամ որևէ ծրագրի շահառու են կամ կարող են դառնալ, կամ ասենք ուսուցիչա դեռ չի ատեստավորվել, կարա ատեստավորվի, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստ, առողջության ապահովագրություն, թոշակի ավելացում, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ եւ այլն եւ այդպես շարունակ։ Շատ հաճելի է գալ, ուղղակի պատահական դռներ ծեծել եւ մնում եք դուք ստեղ, հա։ Լավ, առայժմ շատ հաճելի է